որ ցեղասպանությունը աներկելի փաստ է, դա ոչ ոք, ոչ մի իշխանություն չի կարող ուրանալ, այն ունի մոռացում եւ վաղեմություն, սակայն տարիներ շարունակ մենք միաբան չենք նույնիսկ այդ հարցում, մենք գերադասում ենք ձևի իմաստին, մի մասը վառում է Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, մի մասը քննադատում է դրոշներ վառելը, մի մասը քննադատում է քննադատողներին, մի մասը լուր հետևում է այդ ամենին, մի մասն էլ եւս մեկ անգամ իր համար համոզվում է, որ լավագույն պատասխանը բոլորին պետք է լինի ուժեղ պետության կառուցումը, քարը քարի վրա դնելով, փոխվելով եւ վերջի վերջո դուրս գալով ազգ ցեղասպանված եւ զոհի բարդույթից, պետք չի որ մեզ անընդհատ խղճան, պետք չի որ մեզ տարին մեկ անգամ ցավակցեն եւ անցնեն առաջ, մեզ պետք է որ բոլորը տեսնեն թե ում հետ գործ ունեն, որ մենք 10 կամ 20 տարի առաջվանը չենք, որ մենք չենք քանդում մեր պետությունը ներսից, իրար ատելով եւ օրորի ավելի շատ պարակտվելով, որով էլ իրականացնում ենք մեր ճշնամիների կարևոր նպատակներից մեկը։ Եթե Հայաստան պետք է նույնիսկ լինի, ապա այն պետք է լինի ծնկած, թույլ, որը փոսի միջից բոլորին կսպառնա եւ փոսից երբեք դուրս չի գա եւ չի զարգանա։ Դա անթույլատրելի է։ Պետք է վերացնել այդ կործանարար երևույթները եւ համախմբվել։ Իսկ նման որոշում կարող է ընդունել միայն ուժեղ իշխանությունը, որը կկարողանա հաստատել համերաշխության մթնոլորտ, երբ մենք կփոխենք մեր վերաբերմունքը մեր պետության եւ ինքներս մեր նկատմամբ, այն ժամանակ էլ մեզ հետ հաշվի կնստեն բոլորը։